Հայաստանի Հանրապետության պետական գնումներում զավեշտալի գնումներ շատ կարող ենք հանդիպել։ Օրինակ տիկնիկ, չիր, կոնյակ, շարֆ, միլիոնավոր գրիչներ, որոնց արժեքը շուկայականից հաճախ խիստ տարբերվում է։ Նման մի հետաքրքիր գնում Արմլուրը նկատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գնումներում։ Օրերս աշխատակազմը 6 միլիոն 140 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքել Վահան Ազիզբեկյան Հակոբի ԱՁ-ի հետ եւ ձեռք բերել տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ։ Համաձայն պայմանագրի տեխնիկական բնութագրի կինո եւ տեսաֆիլմերի արտադրության ծառայությունները իրենից ենթադրում են ռիլային տեսանյութերի պատրաստում, իսկ կատարողը պարտավոր է տրամադրել պատվիրատուին 60 ռիլ տեսանյութ, այսինքն 60 ռիլի համար վճարվել է 6 միլիոն 140 հազար դրամ։ Ռիլային տեսանյութերի տևողությունը յուրաքանչյուրն առնվազն 1 րոպե 30 վայրկյան, առավելագույնը 2 րոպե 30 վայրկյան պետք է լինի։ Չափը 1080-1920 փիքսել, ինստագրամյան հարթակի բոլոր պահանջներին համապատասխան։ Տեսանյութերը պետք է նկարահանվեն հատուկ տեսախցիկի iOS կամ Android վերջին սերնդի թողարկումներով։ Տեսանյութերը պետք է պարունակեն բացօթյա եւ փակօթյա նկարահանումներ Երևանում եւ Հայաստանի մարզերում։ Դրանից կադրեր, տեքստեր, ֆիլտրեր, AI լուծումներ, տարբեր էֆեկտներ, ստեղծագործական լուծումներ, մոնտաժ, հեղինակային իրավունքի պահպանմամբ, երաժշտության օգտագործման միջոցով։ Սա պայմանագրի տեխնիկական բնութագիրն է, որով սահմանվում է, որ տեսանյութերը պետք է նկարահանվեն հատուկ սցենարով, Reelmaker-ի կողմից, ով պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ եւ մասնագիտական պորտֆոլիո, առնվազն 40 հրապարակված ռիլներով։